Վանաձորում անցկացվեց վետերանների աշխարհի 19-ակի չեմպիոն Հայաստանի Հանրապետության վաստակավոր մարզիչ, Վանաձորի պատվավոր քաղաքացի Ժորա Հովհաննիսյանին նվիրված ազատ ոճի ըմբշամարտի պատանիների միջազգային մրցաշար։ Մոտ 160 մարզիկ Հայաստանի տարբեր մարզերից ու Վրաստանից։ Ժորա Հովհաննիսյանը իր ոչ կյանքի ընթացքում ծառայում է հայկական սպորտին, նա որպես մարզիկ, ապա նվիրված մարզիչ։ Վրաստանների շատերը մեծ հաջողություններ են գրանցել հանրապետական ու միջազգային արտակներում։ Նա կարողացել սերմանել սպորտի հանդեպ սեր, նվիրում և հաղթելու կամք։ Այս մրցաշարը հարթակ է պատանիների զարգացման, ուժերը փորձելու համար։ Նպատակը մրցաշարի ի հայտ բերել մեր հանրապետության լավագույն պատանի մարզիկներին, որոնք ապագայում կմասնակցեն Հայաստանի Հանրապետության առաջնությանը միջազգային մրցաշարերի և այս մրցաշարից իրենք կարող են փորձ ձեռք բերել հետագայում ավելի լավ հանդես գալու համար։ Սպասում ենք, որ այլ երկրներ նույնպես պետքագային, այս անգամ չստացվեց, բայց ջանք ու եռանդ չենք խնայի, որպեսզի մյուս տարիներին կազմակերպելիս ավելի շատ երկրներ ներգրավում մրցումների մասնակցելու համար։ Ժորա Հովհաննիսյանի գնահատմամբ մրցաշարը թույլերից չէ, քանի որ մասնակիցների թվում էին Եվրոպայի ու աշխարհի մրցանակակիրներ։ Մարզիկները բավականին ուժեղ են։ Մրցաշարը մասնակիցների ու հյուրերի ներկայությունը ապացույցն է համարում այն բանի, որ տարիների իր աշխատանքն ու վաստակը իզուր չի եղել։ Այս մրցաշարը եւս մեկ անգամ ասենք իրանց օրինակի ծառայել ու շնորհակալ եմ մեր հանդիսատեսներին իրանց ներկայությունը ինձ համար արդեն մեծ բան է։ Մեր ըմբիշները իրանք չեն կճվել, ովքեր պարտվեցին, հետագայում ավելի լավ պարապեն, ավելի մեծ մրցաշարերում, ստեղ ովքեր ասենք մրցանակակիրներ դառնան, իրանց հետ կցանկանամ հաջորդ ավելի մեծ մրցաշարերում նույն ձևի ասենք հաղթողներ են, որ հետագայում մենք հիշենք, որ ասենք իմ անվան մրցաշարում իրանք մասնակցել են ու դրանով ես ուրախանամ։ Մրցաշարը բոլոր մարզիկների համար եւս մեկ փորձ է լավագույնս ներկայանալ ու ընդգրկվել հավաքականներում։ 1998 թվականի օլիմպիական չեմպիոն Դավիթ Պապոյանի որդին Գյումրեցի Սաշան հաղթանակից հետո ոգևորված էր։ Իր համար կարևոր է համարում այս մրցաշարը։ Մարզիկը հաստատուն քայլերով շարժվում է դեպի իր առջև դրված նպատակակետը, այն է դառնալ հայրիկի նման օլիմպիական չեմպիոն։ 10 տարուց ավելի զբաղվում եմ ըմբշամարտով, ունեմ բազմաթիվ հաղթանակներ, ինչպես նաև Հայաստանի առաջնային չեմպիոն եմ, Եվրոպայի մասնակից եւ այլ մրցումների մասնակից եմ, հաղթել եմ եւ այլ մրցումներ։ Պատրաստվում եմ նորից հաղթել այս մրցումը, ինձ համար շատ կարեւոր է հետագա մրցումների մասնակցելու համար, հաղթանակից համար թող փոքր այն օրինակ վերցնեմ ինձ, շատ ուրախ եմ։ Մրցաշարի եզրափակիչ գոտեմարտերին առավել լարված ու պատասխանատվությամբ էին հանդես գալիս հատկապես Ժորա Հովհաննիսյանի սաները։ Մարզչի շնորհիվ մարզիկները տարբեր մրցաշարերում լուրջ արդյունքներ են գրանցում։ Սաների համար ավագ ընկեր է, խորհրդատու, երբեմն շատ խիստ, երբեմն ներողամիտ։ 8 տարի զբաղվում եմ ըմբշամարտով, իմ մարզիչն է ընկեր Ժորան։ Ընկեր Ժորան մեզ շատ բաներ է սովորացնում, ոչ միայն ֆիզիկական առումով, այլև մտածելակերպով, մեզ օգնում է դասյակության առումով, թե մեզ ինչպես պահել եւ այլն։ Շատ հպարտ եմ, սա մեզ պատիվ է, որ ես իմ մարզչի անվան մրցաշարում գրավեցի առաջի տեղը։ Ժորա Հովհաննիսյանի անվան մրցաշարերը լինելու են շարունակական։ Սա թվով 8-րդն էր։ Աշխեն Սուքիասյան, Հայկ Վարդանյան, Թղթապանակ։